Մի հատ աղջիկ կա, որ Նազելի Բաղդասարյանը ինչ է բան, դա հակնում զարտում իմ անունն է տալիս եւ ազգային ժողովում եւ այստեղ ինձանով ռեյտինգ է միշտ ձեռք բերել, որովհետեւ իրենց հայք հերոստանգերությունում մարդ կար, որ ասում էր մաման մշտական ասում է, թե միշտ կարճի Վարդան Ղուկասյանից, որ ռեյտինգը բարձրանա, գնաս Երևան։ Եվ այս մի հատ էլ անեկդոտ կա, որ ասում է ինչ հարց են տալիս, ինքը օչիլի պատմությունը գիտե, հիմա այս աղջիկը երբ քնի զարթնի, բացի Վարդան Ղուկասյանից ուրիշ բան չգիտի։ Բայց հիմա ուզում եմ մի քանի բան ասել այդ աղջիկա վերաբերյալ, ուրեմն երբ որ ինքը ինձ ասում է, թե ես բնակարանի գումար եմ ստացել ազգային ժողովում, ինքը ստախոս է, բացարձակ սուտ է խոսում, չնայած դա իմ հասանելի գումարն է, բայց ես այդ գումարը չեմ ստացել 4-ից 5 տարի։ Բացի դրանից ես մի երկու բան էլ ուզում եմ իր վերաբերյալ ասել, որ մամատ ՀՀԿ է, Հանրապետական կուսակցության անդամ է, դուք ՀՊ ես, այդ ո՞նց եք դուք իրար հետ այդպես հասցնում, մեկը ՀՀԿ դառնալ, մեկը ՔՊ դառնալ, հետո այդ հարստությունից, որ խոսում է, պատկերացրեք, ուրեմն այս ցայգի շենքը, որ իրենք ամբողջությամբ իրենց ընտանիքով սեփականաշնորել են, չգիտեմ ինչ են արել, եւ հիմա էլ վաճառեցին, ինչ արեցին, իմ ամբողջ ունեցվածքս, որ իրար գումարեմ, այդ ցայգի շենքի արդյունքի գումարի չափ չի կարող լինել, կեսու չափ է։ Եվ այդ կամ տները Երևաններում ու մնացած տեղերում, չնայած դա ինձ սազական չէ, որ ասեմ, ամբողջ այդ ձեր ապրած կյանքը դուք քաղաքի օրը 10 անգամ ավել ինձանից գումար եք վերցնում։ Ամենափրկիչ եկեղեցին կառուցում էի, մի օր չեկաք մտակ ասեք, թե մենք ինչ կարող ենք անել, մենք էլ ենք գյումրեցի։ Խաչը դնելու, խաչի օծման ժամանակ ինձանից տասնապատիկ անգամ դուք գումար ուզեցիք, որպեսզի ցուցադրեիք, եւ դրա համար ելել ես դու խոսում ես մաքրությունից, շիտակությունից ու բանից, իսկ ինչ մնում է ժողովրդի անունից ընդհանրապես չխոսեք, որովհետեւ ձեզ էս քաղաքում, ձեր անվան դիմաց գրված է, թե դուք ովքեր եք, ձեզ որ երբ որ ձեր հետևից մի հատ հարցնեք, թե ձեր համար ինչ են ասում, ձեզ կասեն, թե դուք ով եք։ Հիմա եկել ես ուղարկել են, որ ասենք ինչ շարքից անես, վրես դատական գործ հարուցել տաս, մենք այդ ամեն ինչը գիտենք։ Բայց մի բան եմ պատասխանում ձեզ։ Ասում է ծերության ցավից արծիվը բարի, ծանր տնկում էր հենված մի քարի։ Գլխավերևում մի ճանճ տժրզան, քմծի ձախ տվեց ու այսպես ասաց. Հեյ գիտի արծիվ, ինչ օրի հասար։ Փառքը դարել է հողին հավասար։ Ես հիմա քեզնից բարձր եմ թրջում, իսկ դու հազիվ հաս ծառից ես կարճում։ Արծիվը հազիվ գլուխը վեր բարձրացրեց ու ճանճին այսպես նա պատասխանեց. Իսկական փառքը բարձրության մեջ չի, վեր լինես թե վար, անունի մեջ է։ Թեև ինձանից շատ ես բարձրացել, անունը դարձյալ ճանճ է մնացել։ Նույն ճանճն ես թշվառ ու ողորմելի, ես ներկևում էլ արծիվ եմ էլի։ Քեզ այդ կանը հերիք է, անունդ մնաց այդ անունը։ Ստեսություն, ինձանից հեռու